Տիկին Գալստյանն ասում է բավորներով չի խնդիրը հստակ է։ Դուք ավարտեք, որ լսել եք Տիկին Գալստյանն էլ լսել է, արծե որ կարող ենք էլ ուզեն ամփոփիչ ելույթի ժամանակ պատասխանի։ Հնչեց թվեր, որոնք հստակ չեն։ Մարզում քանի թափառող շներ կան մարզային։ Եթե չկա, դուք ո՞նց եք որոշել, որ այդ մեկ կացարանը բավարար է այդ ձեր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում, որպեսզի այդ կացարանում տեղավորվի։ Կարող եք ասել մեկ անասնաբուժական լաբորատորիա, կլինիկա, որը գործում է ցանկացած մարզում, 10 մարզից մեկում։ Կարող եք այդ մեկի անունը տալ։ Դուք եւ օրենսդիր նախագծի եղանակը կարող եք ասել ինձ։ Եվ երրորդը շատ վստահում եք, որ դրանք իրականացվեն սուբվենցիոն ծրագրերի միջոցով, այսինքն այստեղ համայնքի լիազորությունն եք վերցնում ձեզ։ Համայնքի հավաքալինն է որոշում է սպային առաջնորդության կարգով խմելու ջրագիծ լավել առաջնային է, քան մեկ այլ խնդիր կամ, չգիտեմ, միշենք վթարային է, ինքը սուբվենցիան ինքը 6 տարի չի հաստատելու, մյուս տարիներին կհաստատի։ Այսինքն դուք պետության մասնաբաժնով կարող եք դա հովանավորել, երաշխավորել։ Համայնքի փոխարեն դուք հավաքանու ինքնավարությունը վերցնում եք, որոշում եք կայացնում եւ անցումային դրույթելով 1 տարի ժամանակ եք սահմանում։ Հետո ասում եք, գիտես ինչ, պատճառաբանված է շատ եմ լսել, փաստարկված։ 150 շինարար կա, մրցույթ եղե չի եղե, մրցույթի մասնակցի մորքուրի տղեն է մահացել, օրքուրի մարդն է մահացել, դրա համար շինարարությունը ձգվում է, ասենց օդի մեջի պատասխաներ։ Ես հստակ ասում եմ, մեր ժամկետը արդյոք բավարար է, թե չէ, եթե դուք հույսը դրել եք համայնքի սեփական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով, այդտեղ ինձ համար կասկած առուցում, բերեք փաստերեք ինձ, որպեսզի ես համոզվեմ։ Երեք հարցին պարոն Սիմոնյան, խնդրում եմ պատասխանեք։ Շնորհակալություն հարցերի համար։ Պարոն Ղազարյան, տեսեք, նախ օրենքի կարգավորումներով, որովհետև դրված չէ, որ 1 տարվա ընթացքում պետք է կացարանները կառուցված լինեն, ոչ, խոսքը օրենքի ուժի մեջ մտնելու մասին է եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման մասին է։ Ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակ, այն ժամանակահատվածը, որը անհրաժեշտ կլինի այդ միջոցառումները իրականացնելու համար, այդ ժամանակահատվածը ուսումնասիրելուց եւ հասկանալուց հետո մենք ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները կհստակեցնենք։ Այսինքն ակտերը սկսում են գործել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համապատասխան այն ժամանակ, երբ որ դրանից օրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտել։ Եթե մինչև այդ պահը ուժի մեջ չեն մտել, նշանակում է այդ կարգավորումները չեն գործելու։ Դրա շրջանակներում մենք այդ ուսումնասիրությունը կիրականացնենք, այն միջոցառումները եւ այն համայնքները, որտեղ կնախատեսվի համապատասխան կացարանների կառուցում եւ դրա ժամկետների հետ կապված գնահատականները, երբ որ կունենանք, համապատասխան ժամկետներ կդնենք եւ բյուջեի հաշվարկները կիրականացնենք, համայնքների հետ կքննարկենք ու առաջ կգնանք այդ մասով։ Ես դա որևէ խնդիր չեմ տեսնում։ Սա է հիմնականում այն անցումային դրույթը, որը որ նախատեսված է եւ անցումային դրույթը նախատեսված է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ ընդունելուն, այլ ոչ թե կացարան կառուցելուն։ Երկրորդը ոչ բոլոր կենդանիներն են կացարաններում պահվելու։ Խոսքը գնում է ժամանակավոր պահման, իսկ այն կենդանիները, որոնք պետք է մշտապես պահվեն, դրանց ցանկը կառավարության լիազոր մարմինը կսահմանի, որոնք մշտապես պահման ենթակա են։ Դրա համար այդ որ ասում եք 50,000, դա չի նշանակում, որ 50,000 կենդանի պետք է պահվեն կացարաններում, ոչ։ Ստեղծեցնելուց եւ համապատասխան անասնաբուժական ծրագրեր իրականացնելուց հետո նրանք բաց են թողնվելու։ Եթե նրանք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի եւ այլնի նկատմամբ, ապա նման կենդանիների համար համապատասխան պահանջներ սահմանելու դեպքում ենթաօրենսդրական նրանք մշտապես կպահվեն կացարաններում։ Այս իմաստով նույնպես համապատասխան ուսումնասիրություն պետք է իրականացվի։ Կլինիկաների մասով չեմ կարող ասել, անասնաբուժական որքան կլինիկա կա, դա այս բանը ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում եւ գլոբալ առումով այդ թիվը այս բանը ոչ մի բան չի տա, որովհետեւ խոսքը գնում է կենդանիների նկատմամբ այդ ծրագիրը դեռ մշակելուն, այսինքն անասնաբուժական այդ ծրագիրը մշակելուն, կացարաններում պահելու ժամանակ եւ հիմա թե որքան անասնաբուժական կլինիկա կա, հիմա կացարաններ էլ մի կացարան է Երևան, այսինքն այս պահին այդ թիվը որևէ բան ես կարծում եմ չի հայտնի մեզ, քանի որ մենք դեռ կացարանների եւ կենդանիների թվի մասով եւ դրանց կացարանների պահման ժամկետների եւ մնացածի մասով դեռ պետք է ուսումնասիրություն իրականացնենք եւ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով դրանք սահմանենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Պարոն Սիմոնյան, բերեք հստակեցնենք էլի։ Օրենագծի եղնակ նստում 1 տարվա հետո կյանքի կոչվի նախագիծը։
Դուք ասում եք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով եւ կընդունենք ժամկետ կսահմանենք։ Այսինքն այս դեպքում սրա ռատապությունը ինչով է պայմանավորված։ Դուք չունեք հստակ գլխաքննապարողների գլխականակի աշխարհում, չկա, որտեվ չունեք։ Այդ մարմինը չունեք, դուք ուղիղ ասեմ, տեղական ինքնակառավարման լիազորությունների վրա դրված չի, անաստաբուժական ասում ես կլինիկան ինչի է պետք։ Կլինիկան նրա համար է պետք, որ վաղ այս ծառայությունը պարտադրես, ասես դու մի միջոցառում իրականացրա, այստեղ տեղը ցույց եմ տալիս կնա, այնտեղ վճարի, այդ կլինիկայում ոչ թե իմ նման իմ շանը Երևանում կրկած պետք է բան տա, որ 4-5 կլինիկա կայթում, մեկը Լամբադա մոստի տակնա, մեկը Արթմեդ Իվանդանոցի կողքնա, որ սկի Երևանում չկա, մարզերում չկա, Գեղարքունիքի մարզում չկա, զրո։ Եթե ուրիշ տեղ կա, ասեք ինձ։ Այս տեղն էլ եմ ցույց տալիս, այս դուք բոլորդ էլ վստահ որ կենթանասեր եք, ես էլ բոլորս էլ իրար հետ։ Բայց ասենք ասում եք ինչի է պետք։ Լավ, հիմա այս օրենքը 1 տարի էլ դուք երկարացրեք։ Մարզի Գեղարքունիքի մարզի մարտունեցին իր շանը Աստված ոչ հանդիվանդացել է, ինչ ան այդ մարդը պետք է բեր Երևան։ Այս ապետության սուր պոզիտիվ առաքելությունը որ խթանի պայմաններ ստեղծի, այդ օրենք բերի խստացնի, որ այդ մարդիկ օրենքի պահանջներ կատարեն, այս է իմ ամբողջ ասած ընկերներ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։